Բարև ձեզ։ Ամեն տարի Քրիստոսի համբարձման տոնի հետ մենք նշում ենք պատմական մի կարևոր իրադարձություն՝ հայրապետական աթոռի Սուրբ Էջմիածին տեղափոխվելու տոնի օրը։ Հայտնի է, որ 1441 թվականին համբարձման տոնի օրը Վաղաշաբաթում ազգային եկեղեցական ժողովը որոշեց ընդառաջ գնալ Կիլիկիա եպիսկոպոսների ահազանգ նամակին, հաշվի առնել առկա սպառնալիքները եւ շուտապույտ լուծել հայրապետական աթոռի տեղափոխման հարցը։ Այս իրադարձությունը դարձավ ազգային տոն։ Հետագայում էլ հայ պատմագիտական միտքը այս հանգամանքը հաստատեց որպես հայոց պատմության կյանքում այդ դարաշրջանի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Որն է Սսից հայրապետական աթոռի Էջմիածին տեղափոխվելու պատմական նշանակությունը։ Ինչ դեր ունի այդ հանգամանքն այսօր։ Որն է առհասարակ աթոռի որպես նվիրապետական եւ հասարակական ինստիտուտի դերը հայոց կյանքում։ Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Հայր Շահե Աբեղանանյանի հետ եւ պատմական գիտությունների տեխնացու Արտակ Գնունու հետ։ Աստված օգնական Հայր, բարև ձեզ։ Ձեր կարծիքով ինչու է այս իրադարձությանը, կաթողիկոսական աթոռի տեղափոխման իրադարձությանը տրվել համահայկական նշանակություն։ Միանգամից պետք է հղում անել ժամանակաշրջանի շատ քիչ պատմագիրներին եւ դրանցից ամենաականատեսի աչքերով գրող եւ ամենաստույգը թերևս Թովմա Մեծոփեցին է։ Միանշանակ համահայկական նշանակություն տրվեց, որովհետև նախ եւ առաջ պատմիչի իսկ վկայությամբ դա ուներ համաեկեղեցական նշանակություն։ Ճիշտ է, շատ քիչ է խոսվում Կիլիկյան Հայաստանի եպիսկոպոսների մասնակցության մասին Մեծոփեցու պատմության մեջ, բայց ամենայն դեպս պահպանված հիշատակարանները եւ մյուս կարևոր տեղեկությունները մեզ հուշում են, որ դեռևս Գրիգոր Տաթևացուց սկսած Հակոբ III Սսեցի կաթողիկոսին ուղղված իր թուղթ նամակով Տաթևացին հիմնավորեց աստվածաբանորեն արդեն աթոռի տեղափոխման անհրաժեշտությունը եւ հետեւաբար կարծես թե արդեն մի տեսակ Տաթևացիով սկզբնավորված խմորումը իր պատմական եւ ռեալ իրական արտացոլումը գտավ Մեծոփեցու պատմության մեջ։ Ուրեմն համահայկական նշանակությունը պայմանավորված էր նախ եւ առաջ Հայաստանում տիրող իրավիճակով։ Մի կողմից Հայաստանի բուն Հայաստանի, այսինքն արևելյան Հայաստանի, ինչպես որ սովոր ենք անվանել, գավառներում, մասնավորապես հարավ-արևելքում տիրում էր դոմինիկյան միաբանության քարոզչությունը եւ վտանգ կար ունիթորների, ինչպես որ սովոր ենք անվանել հայոց պատմության մեջ, այսինքն կաթողիկե եկեղեցու հետ ունիայի միության գնացող կուսակցության եւ մյուս կողմից, ինչպես արդեն նշում են եւ թյուրքական եւ հայկական միջնադարյան այդ ժամանակաշրջանի աղբյուրները, Հայաստանի տարածքի մեծ մասով ամայացնող գործունեություն էին ծավալում թյուրքական ցեղերը։ Ուրեմն այս երկու եւ էթնիկ եւ մշակութային կրոնական դավանաբանական կշռաքարերը հաճախ նժարը ծանրության փոխում էին դեպի ազգի ինքնապահպանման գոյության վտանգի կողմ եւ ուրեմն բնականաբար Տաթևյան դպրոցը եւ Գլաձորի այդ համալսարանի նշանավոր շրջանավարտները, որ ստանձնել էին նաեւ պետության գաղափարի, ապագա պետության ստեղծման սաղմի փայփայումը ժողովրդի մեջ, բնականաբար իրենք էլ պիտի պատրաստեին այդ իրադարձությանը համահայկական նշանակություն թե տալուն եւ թե իրականացնելուն։ Աթոռի տեղափոխումը փաստորեն նաև ֆիզիկական իմաստով պիտի, այսինքն քաղաքական քայլեր եւ պիտի ֆիզիկական իմաստով ազգապահպանության խնդիր լուծեր։ Իհարկե, ընդհանուր առմամբ դժվար է գերագնահատել այն դերը, որը ունի Արարատյան դաշտը հայ ժողովրդի հայկական քաղաքակրթության զարգացման գործում։ Հազարամյակներ ի վեր Արարատյան դաշտը դա հանդիսանում էր այն կենտրոնը, որից իր բարերար շողերը տարածում էր հայոց պետականությունը։ Եվ պատկերացրեք հանկարծ գալիս է մի պահ, երբ ինչպես ողջ Հայաստանը, այնպես էլ մասնավորապես Արարատյան դաշտը գտնվում է տարբեր տեսակի քոչվոր եւ կիսաքոչվոր ցեղերի տիրապետության տակ։ Արարատյան դաշտի անկումը
միշտ էլ սպառնացել է ողջ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։ Այդպես էր 1918 թվականին, այդպես էր 4-րդ դարում, այդպես էր 5-րդ դարում, հիշենք Վարդանաց պատերազմի իրողությունները, եւ բնականաբար այդպես պետք է լիներ նաեւ 15-րդ դարում։ Չունենալով որևէ պետականության, ազգապահպանության բջիջ Արարատյան դաշտում, ես կարծում եմ, որ մենք կարող էինք բռնել եւ արդեն բռնել էինք կործանման ուղին։ Այդ դերը ստանձնեց կաթողիկոսական աթոռը։ Բնական է։ Քաղաքական աշխարհիկ պետության բացակայության պայմաններում այդ դերը ցանկացած հասարակության մեջ ստանձնում են հոգևոր իշխանությունները։ Օրինաչափորեն։ Դա օրինաչափություն է, դա բնական է եւ դա պատմական զարգացման ենթատեքստում խիստ ընկալելի հանգամանք է։ Մանավանդ, որ դեռևս պետության գոյության օրոք, հայոց պետության գոյության օրոք, ամենայն հայոց կաթողիկոսները չէին սահմանափակվում զուտ հոգևոր գործառույթներով, այլև հանդիսանալով պետության բարձրագույն պաշտոնատար անձանցից մեկը, նրանք իրենց վրա վերցնում էին եւ դիվանագիտական, եւ քաղաքական բնույթի գործառույթներ, բավարար է միայն հիշատակել մի քանի առավել խոշոր այդպիսի անձանց, ինչպիսին էին օրինակ ժամանակին Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցին, բոլորիս հայտնի են նրա անդադար դիվանագիտական փնտրտուքները, որոնք ուղղված էին հայոց պետականության ամրապնդմանը, այդպիսին էր Վարդան Արևելցու ողջ գործունեությունը, բնական է հոգևոր իշխանությունները պետք է իրենց անհաղորդ չպահեին ժողովրդի պահանջներին եւ ժողովրդի կարիքներին։ Իսկ ինչպես հնարավոր եղավ, ինչպես նախապատրաստվեց եւ արդյոք այդքան հեշտ նախապատրաստվեց։ Իրեք սոցիալական եւ իրավական հարաբերությունների տեսակետից շատ բնականon էր այդ վիճակը, որովհետեւ երբ նայում ենք պահպանված հիշատակարանները, այնտեղ մի հետաքրքիր տող կա, որ երբ ընտրվում է Կիլիկիայի Մուսաբեկյանցից հետո երբ ընտրվում է կաթողիկոս, այդ կաթողիկոսը բանից պարզվում է, որ քահանա էր, որ կնոջ մահվանից հետո վանք էր մտել եւ շնորհիվ ասենք հարստության կամ արտաքին իշխանների իշխող օտարազգիների օգնությամբ բարձրացել էր կաթողիկոսական գահ։ Եկեղեցական բառապաշարի մեջ կոչվում է շուշտակ վարդապետ, այսինքն այդ ժամանակվա անկալման մեջ արդեն կաթողիկոսի նմանատիպ ընտրությունը խոսում վկայություն էր այն մասին, որ սկսվել էր լուրջ հոգևոր ճգնաժամ։ Բացի այդ, Կիլիկյան Սսի այդ ժամանակվա աթոռում մի շատ էական եւ կարեւոր բան կար, որ ավանդություն էր դարձել Կիլիկյան Հայաստանում, բայց քանի որ չկար կարևորագույն մի գործառույթ, կարևորագույն մի ինստիտուտ, գահը, թագավորական գահը, հետեւաբար կաթողիկոսական աթոռն էլ իր ժամանակի կրոնական, եկեղեցական եւ աստվածաբանական ընկալումների համաձայն մի տեսակ կորցնում էր իր կանոնական տիրույթին տեր կանգնելու հնարավորությունը։ Օրինակ Ներսես Շնորհալին, երբ դեռևս չկար թագավոր Կիլիկյան Հայաստանում, իր նամակներից մեկում ուղղված Ռոմի ներողություն Բյուզանդիայի Մանուել կայսրին ասում է, որ մենք այդպես սովորեցինք, որովհետև մեր ավանդության մեջ, որտեղ որ թագավորական գահն է, այնտեղ է նաև կաթողիկոսական գահը, բայց քանի որ չկա թագավորական գահը, կաթողիկոսական գահը հիմա թափառում է, չունի մշտական նստավայր։ Այսինքն դեռևս Շնորհալու ժամանակ սա հստակ տարածված եւ բնականաբար ավանդական ուղղափառ եկեղեցիներին բնորոշ եկեղեցաբանական ընկալում էր։ Այնտեղ որտեղ թագավորական գահն է, որտեղ հասարակության, այսպես ասենք, գլուխն է, կենտրոնն է, այնտեղ է նաև հոգևոր կենտրոնը։ Սա 4-րդ դարից եկող ավանդություն էր քրիստոնեական աշխարհում։ Եվ ուրեմն Սսում մենք արդեն չունենք, նույնիսկ չունենք ժառանգներ 1375-ից հետո, որտեղ նրանց մեծ մասը փախավ կամ Եվրոպա կամ Կիպրոս, եւ չունենք ժառանգներ, կաթողիկոսարանում բնականաբար չկա այդ պոտենցիալը, որովհետեւ բուն հայկական տարածքի վրա չէ,
սկսված ներքին երկպառակումները կաթոլիկ հայերի եւ արդեն բավական մեծ թիվ էին կազմում Սսում Կիլիկիայում, այսինքն այս ամենը մի տեսակ սոցիալ հասարակական հենք ստեղծեցին, որպեսզի աթոռի տեղափոխության մասին սկսեն մտածել արդեն։ Մուսաբեկյանց Գրիգոր կաթողիկոսն ինքը արդեն որոշակի իմաստով հակասական կերպար էր, որովհետև չկամեցավ գալ Հայաստան, եւ սա ինչ որ իմաստով հասկանալի էր, որովհետև բնականաբար նա արևելյան վարդապետներից չէր, եւ դժվար թե այն ընդունելությունը գտներ Հայաստանում, ինչ որ կարող էր գտնել արևելյան վարդապետներից ընտրված որևէ կաթողիկոս։ Մյուս կողմից նա չընդդիմացավ ժողովի որոշմանը, որովհետև ժողովը տեղի ունեցավ կանոնական իմաստով ամենախստորեն եւ ամենամանրակրկիտ կերպով գծված սահմանների մեջ, որովհետև ազգային եկեղեցական ընդհանուր ժողովով Հակոբ III Ծսեցի կաթողիկոսին ուղված Տաթևացու նամակի վերարծարծումով, որտեղ նորից ասեմ, շեշտվում էին կանոնական եւ աստվածաբանական բոլոր ենթատեքստերը եւ հնարավորությունները, մի տեսակ նախապատրաստվեց այդ սահուն անցումը, աթոռի տեղափոխությունը դեպի իր բուն վայրը Սուրբ Էջմիածին։ Եվ սա պատահական չէր նաեւ, որտեղ Ստեփանոս Օրբելյան անունով եւ նաեւ նույն այստեղ հիշվեց իրենից առաջ Հովանես Դրասխանակերտցի, Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսների եկեղեցաբանական երկերում շատ հստակ ասվում է, որ ինչպես ժամանակին բյուզանդական կայսրերը Երուսաղեմից Կոստանդնուպոլիս տեղափոխեցին եւ նոր Հռոմ մի տեսակ սարքեցին Կոստանդնուպոլիսը, այնպես էլ մեր թագավորները Արշակի եւ Պապի ժամանակ տեղափոխեցին Էջմիածին եւ այնտեղ դարձրեցին իրենց հոգևոր անկախ կենտրոնը։ Այսինքն սա անցալվում էր այդ բնականոն ընթացքը եւ քանի որ թագավորական գահ չկար, հետեւաբար ինչ էր ստացվում, որ պետք էր թագավորական գահի բացակայության պարագային վերադարձնել այնտեղ, որտեղ նախնապես ավանդության համաձայն հաստատված էր եղել եւ թագավորական գահը եւ Սուրբ Էջմիածին։ Այս իմաստով շատ հետաքրքիր շեշտադրում են կատարում, միգուցե լուր ակնարկ կարելի ասել, որովհետեւ Սուրբ Էջմիածին երբ աթոռը տեղափոխվում էր, մեկ անգամ եւս հիշեցվում էր, որ Վաղարշապատը տարածքը, որտեղ նստում էր այն ժամանակ արդեն Յաղուբ անունով մի օտարազգի բեյ կամ փաշա, որ նշանակված էր իբրև տարածքի հուսակալ եւ այլն, ի հակադրություն այս ամենի շեշտվում էր, որ Վաղարշապատը Տրթատի ժամանակ, Լուսավորչի ժամանակ եղել էր հայոց քաղաքական եւ հոգեվոր կենտրոնը։ Այսինքն սա արդեն լուրջ թեմա էր, լուրջ խոսակցության նյութ կարող էր դառնալ հասարակության մեջ, որովհետեւ դրանով սկսվում էին առաջին ծիլերը պետականության վերականգնման։ Չմոռանանք, որ մի քանի ժամանակ հետո Ախտամարում Ստեփանոս կաթողիկոսը իր եղբորորդուն թագավոր է դարձնում եւ հայոց թագավոր անունն է տալիս։ Այսինքն այս ամենը արդեն վկայում էին որոշակի տենդենսի, որոշակի նկրտումների մասին։ Ի վերջո վերականգնել թագավորությունը Հայաստանում։ Եվ մի բան էլ կարելի է նշել, որ այդ ժամանակ, ինչպես անդրկովկասյան եւ նույնիսկ եվրոպական շատ երկրներում պարոնտերություն հասկացություն կար, այսինքն իշխանները, որոնք չէին կարողանում դիմագրավել այլազգիների մահմեդականների ճնշումներին, իրենց կալվածները տալիս էին եկեղեցուն, որը ազատված էր հարկերից, եւ բնականաբար իրենք էլ ընդունելով որոշակի հոգեվոր կոչում, որ պարոնտեր անվանում հետագայում ստացավ, դա վանականության մի պարզ ձև էր, հետո դարձավ պարոնտեր, այսինքն դառնում էին խնամակալը եկեղեցու այդ կալվածքների։ Այսինքն սրանով էլ որոշ առումով պայմանավորված էր նաեւ միաձուլումը, այսպես ասենք, հոգեվոր եւ քաղաքական իշխանությունների այդ ժամանակաշրջանում։ Պարոն Գնուհի, դուք նշեցիք, թե Արարատյան դաշտի խորհրդավոր ուժը ինչ դեր ունի մեր ազգային կյանքում, ինչ դեր է ունեցել եւ ինչ ընկալում է ունեցել։ Եթե ընթերցենք պատմիչներին ժամանակի, ապա կարող ենք ասել, որ համազգային ցնծությամբ է ընդունվել Սսից Էջմիածին հայրապետական աթոռի տեղափոխման փաստը։ Դա պայմանավորված էր այն քաղաքական հույսով, որ հայությունը կապում էր Էջմիածնի հետ, իսկ որ կապում էր եւ այդ քաղաքական հույսը կար, դուք էլ փաստեցիք այդ մասին, թե այդտեղ գործում էր նաեւ աթոռի հոգեվոր, աթոռի իշխանության եւ մշակութային ինքնության վերագտման, վերականգնման կամ պահպանման հույսը։ Գիտեք ինչ, հայ Սուրբը շատ ճիշտ նշեց, որ մանավանդ վերջի տասնամյակներում Սսում լինելու մայր աթոռը կարծես թե ինչ որ անբնական վիճակում էր։
Գաղտնիք չի, որ Կիլիկյան Հայաստանը բուն հայկական տարածքներից գտնվում էր, մեղմ ասած, որոշակի հեռավորության վրա, քանի դեռ կար պետություն եւ պետականություն, ճիշտ է, որոշ խնդիրներ առաջանում էին, որոշ նույնիսկ հակասություններ լինում էին, սակայն այսպես թե այնպես հնարավորություն էր ստեղծվում կանոնակարգել բուն Հայաստանի հոգևոր հոտի եւ Կիլիկիայում հանգրվանած կաթողիկոսական գահի միջև այս հարաբերությունները հնարավորություն էր ընձեռվում կանոնակարգել, քանի կար պետություն։ Հիմա պետությունը անհայտացավ։ Կաթողիկոսական գահը հայտնվում է օտար միջավայրում, կտրված իր բուն հոգևոր հոտի ճնշող մեծամասնությունից, կտրված եպիսկոպոսական աթոռներից եւ մի տեսակ անբնական եւ նույնիսկ հակաբնական ինչ-որ վիճակ է ստեղծվում։ Հիմա քննենք հարցը, ինչու Վաղարշապատը, ինչու Էջմիածինը եւ ոչ թե ասենք Վանը, որոնք նույն հաջողությամբ Վանը կարող էր տեսականորեն հանդիսանալ։ Ի վերջո կաթողիկոսական գահը մինչ այդ էլ դեգերել էր տարբեր։ Կաթողիկոսական գահը երկար ճանապարհ էր անցել դեգերումների, հանգրվանելով հայոց մայրաքաղաքներում, հիշում ենք Դվինը, նույնիսկ Էջմիածնից ոչ հեռու մենք գիտենք Զվարթնոցը, որ դարձավ նստավայր, ինչը կապված էր քաղաքական եկեղեցական որոշ, ասենց ասենք, բարդույթների եւ բարդությունների հետ, բայց այնուամենայնիվ որոշում ընդունվեց վերադարձնել մայր տաճար։ Եվ ինչու հենց ասենք առաջին հարցը, ինչու արևելյան բուն Հայաստանում ոչ թե Վանը կամ այլ տեղ, այլ հենց Էջմիածինը եւ ոչ թե Ռիփսիմեն, ոչ թե Գայանեն, ոչ Զվարթնոցը, այլ հենց մայր տաճարը։ Պատասխանը իմ կարծիքով հայր Սուրբը շատ ճիշտ տվեց, բանն այն է, որ հենց այստեղ գտնվում էր ժամանակին հայոց արքունիքը, հենց այստեղ գտնվում էր հայոց գահը եւ հենց այստեղից էլ սկսվել էր Հայաստանի քրիստոնեացումը։ Արդեն ասեցինք, որ կաթողիկոսը պետական բարձրագույն պաշտոնյաներից էր եւ բնականաբար նա հայոց թագավորի հետ բնակվում էր, պետք է բնակվեր նույն տարածքում աշխարհագրորեն պետությունը։ Այսքանից հետո բնականաբար պարզ է դառնում, թե ինչու հենց Էջմիածին ու ինչու հենց մայր տաճար։ Ավելին ես ձեզ ասեմ, որ 18-րդ, 19-րդ դարում, 17-ից սկսած ավելի շուտ, հայոց հայկական մտածողները, երբ որ խորհում էին ապագա Հայաստանի մասին, պետության մասին, ապա մայրաքաղաք, այլ քաղաք, քան Վաղարշապատը, չէր ընկալում։ Դա հաշվի առնելով նույնիսկ այն հանգամանքը, որ Երևանը այդ ժամանակ արդեն 18-րդ դարում բավականաչափ լուրջ քաղաքական կենտրոն էր պարսկական պետության կազմում եւ արևելքի ամենամեծ քաղաքներից էր։ Հիշենք Նադիր Շահի խոսքերը, Երջանիկի այս քաղաքի տերը, որ Նորքի բարձունքներից Երևան նայում էր, բայց այնուամենայնիվ կաթողիկոսությունը հանգրվանեց Էջմիածնում։ Հիմա ձեր հարցը շատ հետաքրքիր է, արդյոք հույս կար հայոց պետականության վերականգնման, թե դա զուտ հոգեբանական գործոններ այստեղ աշխատում։ Գիտեք, ինչ չափազանց համարձակ կլինի ասել, որ 15-րդ դարում արդեն որոշակի ռեալ նախագծեր կային պետականության վերականգնման, եթե չհաշվենք հայր Սուրբի ակնարկած Աղթաբարյան այս կուրիոզի, ավելի ճիշտ կարելի ասել դրա մասին, բայց պարզ էր մի հանգամանք, որ պետք է ունենալ Արարատյան դաշտում քաղաքական
իշխանության բջիջ։ Հիմա դա կլիներ պետություն, թե դա կլիներ եկեղեցի, սա արդեն այլ հարց է։ Հոգեբանական գործոնը իհարկե շատ մեծ դեր էր կատարում, իսկապես մեծ խանդավառությամբ ընդունվեց Մայր Աթոռի տեղափոխումը, բայց քաղաքական եւ մենք չմոռանանք, որ Մայր Աթոռը հանդիսանում էր նաեւ հողատեր։ Մայր Աթոռը հանդիսանում էր նաեւ տնտեսվարող սուբյեկտ այս միապետությունների, արևելյան այս մուսուլմանական միապետությունների կազմում։ Հետևաբար դա մի որոշակիորեն կարող էր թեթևացնել ժողովրդի վիճակը։ Մայր Աթոռի գահակալը բոլոր մուսուլմանական տիրապետողների կողմից ընկալվում էր որպես տեղի բնակչության բարձրագույն հոգևոր հայր եւ այստեղ իհարկե տեղին է իմ կարծիքով հիշատակել կրետացու Աբրահամ կաթողիկոս կրետացու պատմությունը եւ Նադիր Շահիի հետ նրա առնչությունները, ընդ որում Նադիրը անվանում էր հայոց կաթողիկոսին բացառապես խալիֆա, այսինքն Աստծո փոխանորդ, եւ ի թիվս այլ հանձնարարականների նաեւ հանձնարարում էր հետևել իր նշանակած կուսակալներին եւ նահանգապետերին։ Այսինքն հայոց կաթողիկոսի արկայությունը Արարատյան դաշտում եւ Վաղարշապատում դա առաջին հերթին մեծագույն քաղաքական գործոն էր հայապահպանության գործում։ Չլիներ դա, ես նույնիսկ վախենում եմ ասել, Փառք Աստծո, որ պատմությունը չի սիրում եթե բառը, բայց եթե դա չլիներ, ես նույնիսկ վախենում եմ խոսել մեր ազգի ճակատագրի մասին։ Շարունակում ենք զրուցել Մայր Աթոռի Էջմիածին վերահաստատվելու պատմական նշանակության մասին, տաղավարում մեզ հետ են Շահե Աբեղանանյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին։ Երբ խոսում ենք պատմական նշանակության կտրվածքով, դիտում ենք իրադարձությունը որպես ոչ միայն անցյալում կատարված փաստ, որի մասին մենք հաղորդման առաջին հատվածում հնարավորինս խոսեցինք, այլ նաեւ ներկայում եւ բնականաբար նաեւ ապագայում դրա ունեցած դերի մասին։ Եթե այս իմաստով նայենք, ապա բացի ֆիզիկական գոյությունը, ազգապահպանությունը, ինչի մասին դուք նշեցիք, պարոն Գնունի, ինչ դեր ունի այսօրվա հայի կյանքում, այսօրվա Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում 1441 թվականին տեղի ունեցածը։ Նախ նշենք, որ 1441 թվականով չպայմանավորենք նշանակությունը, որտեղ այդ նույն տարվանից դեռևս մի 15 տարի էլ պետք էր, որ ներքին երկպառակությունները եւ վեճերը, հիշենք Կիրակոս վիրապետին, որ գահանկեց արվեց, մյուսները, որ ամեն կերպ փորձում էին կաթողիկոսական Աթոռի տիրանալ, այսինքն դեռևս այդ տեսիլքով գաղափարով ապրող եկեղեցականների մեջ անգամ ներքին հակասություններ կային։ Իրենք անգամ այդքան լավ չէին պատկերացնում, թե ինչպես պետք է լիներ Աթոռի վերահաստատումը, կազմակերպումը եւ այլն եւ այլն։ Հազար ու մի հարցեր։ Եվ բնականաբար արժևորման եւ նշանակություն տալու համար անհրաժեշտ էր գոնե կես դար, եւ որը հստակորեն տեսնում ենք, երբ որ արդեն կաթողիկոսական Աթոռը սկսում է վերահաստատվել, կամաց դիրքերն ամրացնել, եւ ինչ է տեղի ունենում։ Արդեն 1-2 դար հետո նկատելի է մի շատ հետաքրքիր մոտեցում ազգագրական իմաստով, ցավոք սրտի պետք է նշեմ, որ մեր պատմագրության մեջ այդքան էլ լավ ուսումնասիրված չէ, սակայն կաթողիկոսներն սկսում են ուշադրություն դարձնել Հայաստանում ծավալվող տնտեսական եւ ազգագրական էթնոգրաֆիկ շարժերին։ Սիմեոն Երևանցու ջամբռից մենք տեղեկանում ենք, որ պարբերաբար կաթողիկոսները գյուղեր էին գնում, փոխանակում էին տեղի թուրքական բնակչության հետ գյուղի, այդ գյուղի տարածքը մեկ այլ բնակավայրի հետ եւ կամաց Մայր Աթոռի շրջակա գյուղերի տարածքներն ազատում էին թուրքական բնակչությունից։ Սա բնականաբար պատահական կամ եկեղեցու, այսպես ասենք, տնտեսական էքսպանսիայի դրսևորում չէր։ Շատ բնական է եւ շատ հստակ, որ տեղեր ունենում մի տեսակ փորձ հավասարակշռության բերել էթնոգրաֆիկ շարժը Հայաստանի տարածքում։ Սա շատ կարևոր փաստ է, որովհետեւ գիտենք 14, 15, 16-րդ դարերում
ամբողջ Առաջավոր Ասիայի եւ Միջին Արևելքի երկրներում սկսված սովամահությունները, համաճարակները, ազգերի տեղաշարժերը հսկայական փոփոխությունների ենթարկեցին եւ բնականաբար այս ամենը չեմ ասում թե կաթողիկոսները կամ եկեղեցականները մասնագիտական առումով վերլուծում էին, բայց գոնե գործնական իմաստով, կիրառական իմաստով շատ քաջ եւ լավ գիտակցում էին, որ պետք է որոշակի մաքուր, այսպես ասենք, մաքուր օղակ ստեղծել, որտեղ միայն հայկական բնակչություն կարող է ապրել եւ որտեղ գոնե այդ ներքին սոցիումը հասարակական մշակութային կարող է մաքուր եւ անաղարտ կերպով պահպանվելով գոյատևել եւ վերընձյուղվել։ Սա շատ կարեւոր է եւ բնականաբար ես հենց այս իմաստով նախ եւ առաջին հերթին կգնահատեմ 1441 թվականի աթոռի տեղափոխությունը, որովհետեւ դրանով մենք տնտեսական իմաստով հնարավորություն ստացանք վերագրավել եւ այսպես ասենք վերադարձնել այն տարածքները մշակութային եւ ազգագրական իմաստով այն հողը ենթահող այսպես ասենք, որտեղ կարող էր վերստին ծավալվել եւ վերընձյուղվել հայկական մշակույթը, որովհետեւ ի վերջո որևէ ազգի կամ որևէ քաղաքակրթության գոյության հիմքը նախ եւ առաջ շարունակականությունն է որևէ տարածքի կամ որևէ հողի վրա, որտեղ կան համապատասխան նախադրյալներ։ Եվ ուրեմն իմ կարծիքով այդ Արևելյան Հայաստանի վերընձյուղման շատ կարևոր գործոններ աթոռի տեղափոխությունը եւ այս իմաստով, ինչպես արդեն Արտակը նշեց, տնտեսական սուբյեկտի վերածվելը, որովհետեւ օրինակ Սիմեոն Երևանցին շատ վառ գույներով նկարագրում է, թե ինչպես ինքը գնեց Օշականը եւ շրջակայից գյուղերը եւ թուրք բնակչությանը համոզեց, որ բնակչությունը տեղափոխվի մեկ այլ տեղ։ Անշուշտ սա տեղի էր ունենում նաեւ ժամանակի ավատական ֆեոդալական ընկալումների սահմաններում, այսինքն յուղացին մի տեսակ միավոր էր, ճորտային միավոր, որ տեղափոխվում էր տեղից տեղ, բայց իր ժամանակի ընկալումների համաձայն սա շատ կարևոր եւ համարձակ մի քայլ էր, որը դժբախտաբար ես շատ քիչ եմ հանդիպել դրա վերաիմաստավորումը եւ վերարժևորումը իբրև քայլ։ Եվ երկրորդ շատ կարևոր հանգամանքը, որ մենք պետք է շեշտենք, Արևելյան Հայաստան տեղափոխությամբ Մայրաթոռի վերջնականապես տեսակ հավասարակշռության բերվեց փոքր եւ մեծ հայքերի վիճակը։ Պայքարը ներքին եկեղեցական թեմեր ստեղծելու եւ թեմեր վերականգնելու արդեն կարծես թե Մայրաթոռ տեղափոխությամբ փորձում է բերվել մի գծված քաղաքականության, որովհետեւ 1441-ին մենք արդեն ունեինք գաղութներ, ունեինք արդեն որոշակի ծրվածություն աշխարհով մեկ եւ արդեն ղեկավարել այս հայկական աշխարհը, այսպես ասենք, հայկական իրականությունը, որ համաշխարհային մշակույթի մեջ էր մտել կամա թե ակամա, շատ դժվար կլիներ սսից, որովհետև արդեն սիսն ինքը ինչ էր դարձել դուրս էր գաղութ, ինքը մշակութային օջախ իբրև այդպիսին դարձել էր գաղութ հայկական։ Եվ հենց այս իմաստով է, որ Մայրաթոռ տեղափոխությունը նաև մշակութային եւ մշակութաբանական լուրջ նշանակություն ունի, որտեղ դրանով սկսվեց եկեղեցական հոգևոր կյանքի թեմերի կանոնակարգումը նախ եւ առաջ, որովհետեւ մենք ունեցանք մի հաստատուն գետին, հաստատուն հող, բավական հարուստ տնտեսվարող սուբյեկտ, որը կկարողանար այցելել պարբերաբար իր համայնքներին, գիտեք որ շատ հաճախ միայն եկեղեցականներին էր թույլատրվում այս կամ այն խանության կամ ամիրայության տարածք մտնել իբրև կաթողիկոսի կողմից ուղարկված ներկայացուցիչ անձ։ Հակառակ դեպքում կասկածանքով միշտ կնայեին այս մարդու ներկայությանը հարևան պետությունից մյուս պետություն անցման պարագային։ Եվ ուրեմն շատ հստակ է, որ այս իմաստով նաև այդ ցանցը, այդ կապը մյուս հայկական օջախների համայնքների հետ այս երկրորդ կողմի Պրեվաթորի տեղափոխության այսօր էլ մեզ համար շատ էական է, որովհետև շատ հաճախ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը հենց այդ ժամանակվա հիմնված ավանդության, նվիրակության ավանդության վրա է, որ կարողանում է Սփյուռքի հետ կապերը պահպանել։ Շատ լավ, պարոն Գնունի, ձեր կարծիքով, եթե պատմական նշանակությունը վերագրենք այսօրվան, ինչ դեր ունի այսօրվա հայի կյանքում այս իրադարձությունը։ Գիտեք, շատ հետաքրքիր է Մայրաթոռի Հայր Սուրբը այս հարցը սկսեց եւ շատ հետաքրքիր է Մայրաթոռը որպես քաղաքական գործոն ընկալելը եւ այստեղ մի շատ հետաքրքիր բաներ պետք է նշել, դա այն ամրաշինական գործունեությունն է, որը ծավալեց Սիմեոն կաթողիկոսը Արևելյան Հայաստանում։
Տեսեք, հոծ մահմեդական բնակչությամբ բնակեցված մի տարածքում փաստորեն քրիստոնյա բերդատերերի, իսկ այստեղ կաթողիկոսին ընկալենք որպես պարզապես ազնվականության ներկայացուցիչ, քրիստոնյա բերդատերերի մի խավ է ձևավորվում, իդեմս մեր հոգևոր խավի, գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր եկեղեցին նա առաջին հերթին ամրացված կենտրոններ եւ պատմիչները հստակ ֆիքսում են այն դրական դերը, որ ունեցավ տարբեր տեսակի արշավանքների ժամանակ հենց Էջմիածնի Վաղարշապատի ամրոցը, որպես զուտ ամրաշինական կառուցվածք։ Այսինքն արդեն այն ժամանակ Մայր աթոռը ընկալվում էր որպես ազնվականության, որպես քաղաքական կենտրոն։ Այսօր եւս այս հանգամանքը ես կարծում եմ գործում է, ոչ իհարկե ռազմական իմաստով, այսօր եւս հաշվի առնելով մեր երկրի անկախ լինելը, շատ բնական է, որ Մայր աթոռը պետք է լինի հենց Արևելյան Հայաստանում, հենց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հիմա քննարկենք մեկ ուրիշ հարց։ Այ ասում ենք քաղաքական իշխանություն, հոգևոր իշխանություն։ Իսկ միգուցե քարեփեշից թափ տանք, Մայր աթոռն էլ տեղափոխենք Երևան, Բաղրամյան պողոտայի վրա էլ մի հատ գեղեցիկ շենք տանք, ասենք, էս էլ կլինի մեր նոր Մայր տաճարը։ Հետաքրքիր է, արդյոք դա կլինի լավ։ Իհարկե ոչ, որովհետև աշխարհի պատմությունը մեզ սովորեցնում է, որ աշխարհիկ իշխանությունը անցողիկ է եւ աշխարհիկ տերերը փոփոխական են։ Իսկ այն վայրը, որը սրբագործված է Գրիգոր Լուսավորչի գործունեությամբ, այն աթոռը, այն վայրը, որը սրբագործված է Տիրոջ ներկայությամբ, դա իսկապես կարող է լինել հայության ընդհանուր հավաքատեղի։ Եվ դա է նաև երաշխավորում Մայր աթոռի կայունությունը եւ անփոփոխությունը եւ անկախությունը փոփոխական աշխարհիկ դիպվածներից։ Այսինքն սա ունի, կարծում եմ, երկկողմ նշանակություն։ Մի կողմից Արևելյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում այսօրվա Մայր աթոռի լինելը ունի հայապահպան եւ հայահավաքության նշանակություն, մյուս կողմից մայրաքաղաքում չլինելը հանդիսանում է եկեղեցու իրական անկախության ֆիքսացիա։ Ազգապահպանության դերի մասին դուք փաստորեն այսօր էլ եք նշում, թեև դերի մասին իհարկե կարելի է նշել եկեղեցու գործունեության մեջ։ Համենայն դեպս այսօր, երբ մենք ազգային պետություն ունենք, երբ եկեղեցին ինքնուրույնության խնդիր չունի այլևս, ինչպես 15-րդ դարում ուներ, եւ դրանով էր նաեւ պայմանավորված կարեւորությունը Էջմիածին տեղափոխվելու։ Ձեր կարծիքով այսօր ինչ խնդիր ունենք, որ Մայր աթոռը որպես նվիրական իշխանության կրող, սրբագործված իշխանության կրող եւ որպես հասարակական ինստիտուտ կարող է իրականացնել, ինչպես իրականացրել է դարեր շարունակ ազգային կյանքում, հանրային կյանքում։ Որն է այսօրվա այն հիմնական խնդիրը, որը կարելի է լուծել այնպես, ինչպես ավանդաբար հայ եկեղեցին կարողացել է լուծել հայ մարդու կյանքում։ Գիտեք, այսօր բնականաբար այդ տարածքային հարցերը, այսպես ասենք, կանոնական, չնայած կան դրված, բայց առաջվա նման սրությամբ չկան, որտեղ մենք ի վերջո, ինչպես նշվեց արդեն, իրավացիորեն ունենք անկախ պետություն եւ դա շատ ու շատ հարցերում արդեն մեզ համար լավագույն գրավականն է եւ պարկասով որ այդպես է։ Սակայն մեկ ուրիշ կարևոր հարց կա, գիտենք, որ ներկա իրականությունը, ներկա հասարակությունը շատ ավելի կարծես թե դառնում է ոչ թե վիրտուալ, այլ դառնում է մի տեսակ ամենատիրական այն իմաստով, որ կարելի է նաև աշխարհներ ստեղծել այս երկրից վերանալով, կարելի է ստեղծել աշխարհ իրականություն, որտեղ մարդիկ իրար հետ շփվում են, իրար հետ մշակույթի երկխոսության մեջ են, սակայն գտնվում են վիրտուալ կամ
տեխնոլոգիական աշխարհում։ Սա հարցի մի կողմն է, հազարավոր այսպիսի հարցեր կան, դրսևորումներ եւ բնականաբար, ինչպես որ եղել է միջնադարում, այնպես էլ հիմա յուրաքանչյուր ազգային եւ անկախ ինքնության գիտակցության տեր սոցիում հասարակարգ միշտ փորձում է պահպանել իր ազգային ինքնությունը ոչ միայն ֆիզիկական եւ մշակութային իմաստով, այլ նաեւ այս մարտահրավերներին տված պատասխաններով։ Հիմա ինչքանով եկեղեցին եւ հայ հասարակությունը այսօր կկարողանա այս հարցերին տալ իր պատասխանները, այդքանով կհաստատվի իր ազգային անկախությունը եւ ազգային ինքնության պահպանումը։ Շատ բնական է, որ օրինակ շատ ու շատ հարցերի եւ այդպես է եղել նաեւ միջնադարում մենք պարզապես փոխառել ենք թարգմանության միջոցով կամ այլ մշակույթների մեջ ապրելու շնորհիվ եւ այլն, սակայն գրեթե միշտ այս փոխառությունների ժամանակ մենք ստեղծել ենք մեր մեթոդները փոխանցման եւ հարցերին պատասխանելու, այսպես ասենք։ Դրա լավագույն օրինակներ եւ 5-րդ դարում եւ 12-րդ դարում ոսկե դար եւ արծաթե դար, դրա լավագույն օրինակներից մեկն է աթոռի տեղափոխությունը, գրատպությունը եւ այլն։ Սրանք ի վերջո ժամանակի գլխապտույտ արագությամբ զարգացող հասարակարգի մշակույթի մարտահրավերների առաջացրած խնդիրների լուծման պատասխաններ են եւ հետաքրքիր է որ եվրոպական մարտաբանները եւ հասարակագետները մշակույթի պահպանումը եւ մշակույթի շարունակականությունը հարցի եւ պատասխանի ձևով է այնքանով ինչքան տոկոսայնությամբ հարցին տրվեց ճիշտ պատասխան, ճիշտ լուծում, այդքան մշակույթը եւս մի քանի դար ապահովում է իր գոյությունը։ Եվ ուրեմն այսօրվա մեր ազգային ինքնության հարցը էլի կա դրված։ Չասենք այնպիսի սրությամբ ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ կամ մշակութային կամ լեզվական, բայց կա դրված այն իմաստով, որ արժե համակարգի լուրջ եւ լրջագույն ճգնաժամ կա այսօր։ Եվ 1441 թվականի աթոռի տեղափոխությունն ինքը արդեն արժե համակարգի փոփոխություն էր, որովհետև սսի կաթողիկոսարանից եվրոպական մշակույթով ներծծված, հագեցած այդ հասարակությունից, որ Կիլիկյան Հայաստանն էր, մի պահ տեղափոխվում ենք, վերադարձ ենք կատարում դեպի արմատներ, Արևելյան Հայաստան, որտեղի վարդապետները արդեն մենք Գրիգոր տղա եւ Ներսես Լամբրոնացի եկեղեցական գործիչների նամակներից տեղեկանում ենք, որ ասում է այնքան խիստ էին իրենց վարքու բարքի մեջ, որ անգամ Կիլիկյան Հայաստանի ամենախիստ ապրող վանականները նրանց տեսնելով մի տեսակ զարմացումի մեջ էին լինում, որտեղ կաթողիկոսը նամակ է գրում եւ ասում է ուղարկեք այսինչ մատյանը կամ այսինչ ձեռագիրը, որովհետեւ նրանց մոտ անգամ ձեռագիր արտագրելիս այդ խստապահանջությունը եւ պահպանողական, չասեմ, այլ ավանդապահությունը շատ սուր կերպով է շեշտված։ Եվ ուրեմն այս իմաստով նաեւ այդ ժամանակի մարտահրավերներին տված պատասխանով աթոռի տեղափոխությունը նույնպես վերադարձ դեպի արմատներ, վերադարձ դեպի այն տեղը, որտեղից սկսվել է լուսավորչի տեսիլքը, որտեղից սկսվել է աթոռի ինքնուրույնությունը։ Ի վերջո, երբ 1441-ին տեղափոխվեց աթոռը Էջմիածին, մեկ դար էլ չանցած Միքայել Սեբաստացի կաթողիկոսը Աբգար դպիր Թոխատեցու անունով մի նամակ ուղարկեց Հռոմ, որտեղ շարադրում էր եւ որտեղ խոսվում էր արդեն իր ժամանակ ավանդություն դարձած Էջմիածնի ավտոկեֆալության, ինքնագլխության մասին։ Եվ հետաքրքիր է, որ այդ ինքնագլխության մասին խոսելիս անմիջապես բաց է թողնվում Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանը։ Այսինքն մի տեսակ օտարների աչքին նույնպես փորձ էր արվում ցույց տալ, որ աթոռի տեղափոխությունը Էջմիածնից մեծ ժամանակավոր բնույթ էր կրում եւ դա որևէ կերպ չէր կարող խանգարել եկեղեցու կամ հայ հասարակության ազգային եկեղեցական հոգեվոր անկախությունը։ Այսօր էլ եք դուք համարում արմատներին վերադարձը հիմնական պատասխան։ Գիտեք, դժվար է պատասխանել, որովհետեւ նախ եւ առաջ պետք է պեղել եւ հայտնաբերել, թե որն է բուն արմատը։ Եվ որն է հարցը։ Եվ երբ կգտնենք բուն արմատը, կկարողանանք ի վերջո ազատագրվել այն բոլոր դրսևորումներից, որ ազգագրագետներից մեկը անվանել է պսևդոմորֆոզ, այսինքն կեղծ դրսևորումներից, որոնք հաճախ մենք համարում ենք ազգային, բայց որոնք ազգային դրսևորման հետ որևէ կապ եւ նշանակություն չունեն։ Շատ լավ, դա քննարկման
շատ հետաքրքիր եւ այլ թեմա է։ Խնդրեմ պարոն Գնունի, ձեր կարծիքով որն է այսօրվա հիմնական հրամայականը հանրային կյանքում, որ պիտի եւ կարող է Գիտեք ինչ, կատարել մայրաթոռը։ Գլոբալիզացիա բառը այնց բավականաչափ ծեծված եւ չարչարկված մի բառ է, որ ինչ ասում ենք, որին իդեպ հիմնականում դեմ ենք, ասում ենք, դե դա գլոբալիզացիայի արդյունք է։ Լայն իմաստով գլոբալիզացիան կարելի է ընկալել որպես վարվելակերպային եւ մշակութային, կենցաղային դրսևորումների որոշակի ունիֆիկացիա։ Այդ առումով այդպես ամբողջ մարդկության պատմությունը պարբերաբար այդպիսի գլոբալիզացիոն գործընթացների մեջ մտնում էր։ Դիցուկ նույն հելենիստական աշխարհը մակեդոնացի արշավանքներից սկսած հելենիստական աշխարհի ձևավորումը այդպիսի որոշակիորեն այն ժամանակվա օիկումենի պայմաններում էլի գլոբալիզացիա էր։ Նույն ձևի կարելի է ասել բազմաթիվ դրսևորումներին, նույն ձևի արաբական արշավանքները եւ մահմեդականության տարածումը, նույն ձևի գլոբալիզացիոն դրսևորումներ իհարկե եւ քրիստոնեության տարածումը։ Հիմա այս մեր ժամանակաշրջանը, տեղեկատվական հասարակության ժամանակաշրջանը բերում է նոր գլոբալիզացիոն գործընթացների։ Հիմա կարելի է իհարկե միանշանակորեն ընդունել ամեն ինչ տեղի է ունենում ձեռնպահ մնալով որևէ միջամտությունից, այսինքն թող իր հունով ամեն ինչ գնա։ Կա եւ մյուս ծայրահեղությունը փակվել աշխարհից եւ ապրել սեփական փոքրիկ ստեղծած աշխարհում։ Ցավոք ոչ առաջին, այսինքն բարեբախտաբար ոչ առաջին, ոչ երկրորդ ճանապարհները որևէ դրական երևույթ չեն։ Առաջինը բերում է ուծացման, երկրորդը բերում է դեգրադացման եւ կործանման, որպես վերջի հանգրվան։ Այս հանգամանքում ես կարծում եմ, թե պետք պատշաճ չի աշխարհիկ մարդուն քննարկել եկեղեցու գործառույթները, բայց ես կարծում եմ, որ եկեղեցու մայր Աթոռի հիմնական առաքելություններից մեկը այդ նոր հովերը, նոր գործընթացները ընկալել եւ որոշակի պրիզմայի ներքով դիտարկելուց հետո մատուցել հանրությանը։ Բնական է այդ պրիզմայով այդ մաղով անցնելով շատ բան կմաղվի, շատ բան կվերափոխվի, հենց նոր Հայր Սուրբը ասեց, որ ինչքան էլ մենք թարգմանաբար ընկալում էինք արևմտյան կամ արևելյան արժեքները, անպայման դրա մեջ ներդրվում էր սեփականը։ Դա մեզ թույլ կտա քայլել համընթաց ողջ աշխարհի հետ, չկորցնելով մեր ինքնությունը եւ միաժամանակ չպարփակվելով եւ չդառնալով, ասենք, հյուսիսային Կորեա կամ սոցիալիստական Ալբանիա։ Շատ լավ, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածին հայության կյանքում ոչ միայն հասարակական ու պատմական, այլև առաջին հերթին նվիրական նշանակություն ունի։ Դա այն վկայում մեր գրավոր ժառանգության բազմաթիվ դրվագներ, որոնցից ամենասիրելին թերևս Առաքել Դավրիժեցունն է։ Ի վերա Աչին եւ Էջմիածնի ամենայն ազգն հայոց կապյալ կամ ամենայն բարիք։